Բնական ռեսուրսների սպառում, կենսաբազմազանության կորուստ եւ խորացող կլիմայական ճգնաժամ։ Գիտնականները այս խնդիրների հիմնական պատճառներից են համարում նաեւ բնակչության աճը, առաջարկելով այն կրճատել կիսով չափ։ Միջազգային գիտական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներն առաջարկում են կամավոր եւ ոչ հարկադրական ժողովրդագրական քաղաքականության միջոցով աշխարհի բնակչությունը աստիճանաբար հասցնել շուրջ 4 միլիարդի, որը կարող է նվազեցնել ռեսուրսների ծանրաբեռնվածությունն ու CO2-ի արտանետումները։ Բնապահպանները, սակայն, բնակչության թիվը երկրորդային գործոն են համարում, առաջնային դիտարկելով սպառման ծավալները, կիրառվող տեխնոլոգիաներն ու արդյունաբերական արտանետումները։ Նրանց գնահատմամբ, եթե վտանգավոր գործընթացները չկասեցվեն, կլիմայական բացասական հետևանքները կշարունակեն խորանալ։ Տեխնոլոգիաների այդ ճակերտավոր զարգացումը, երրորդ երկրներում հանքարդյունաբերության եւ այլ ուրեմն բաների զարգացումը, որոնք վնաս են տալիս շրջապատին, դա է վնաս տալիս մեզ։ Ռեսուրսների ուրեմն չափից դուրս օգտագործումով բնական ռեսուրսների ունենք կլիմայական փոփոխություն, սրա մասին պիտի մտածենք։ Բնակչության կրճատման համաշխարհային նախաձեռնությունների համատեքստում փորձագետները նույնիսկ արհեստական հիվանդությունների ստեղծման մասին ենթադրություններն են հնչեցնում։ Առաջարկը սուր հարցեր է առաջացնում նաև բարոյական եւ սոցիալական տեսանկյուններից։ Բնակչության կրճատման գաղափարի մեջ սոցիոլոգները ցեղասպանական տրամաբանության վտանգ են տեսնում, հատկապես եթե մոտեցումները փոխարինվեն հարկադրական մեխանիզմներով։ Միաժամանակ ժողովրդագրական անկումը ըստ նրանց կարող է հանգեցնել բնակչության ծերացման, աշխատուժի պակասի, կենսաթոշակային ու առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածության։ Որոշ էկո գիտնականներ ճակերտավոր առաջարկել են, որ էկո համակարգի հետ կապված բնակչությունը շատ է բարձրանում, դառնում 8 միլիարդից արկել 4 միլիարդ կեսը, դա նշանակում է վերացում։ Դա արդեն կապ չունեն ոչ գիտության հետ, դա տերորը։ Ասենք նման բանի հասնելու համար առնվազն համաշխարհային պատերազմ է։ Գերշտայնը ասում էր երրորդ համաշխարհայինը չգիտեմ զենքերով կկռվեն, բայց որ չորրորդը եթե ըլնի չորրորդ համաշխարհային, ապա այդ կռիվը կլինի նետո աղեղով։ Բնակչության կրճատման կամ էկոլոգիական վտանգների վերաբերյալ սուր ձևակերպումները մարդկանց շրջանում կարող են առաջացնել ապագայի նկատմամբ տագնապ, էկոլոգիական անհանգստություն կամ մեղավորության զգացում, հատկապես երեխա ունենալու որոշման համատեքստում, նկատում են հոգեբանները։ Ասում են, իրազեկվածության տարբեր մակարդակի պայմաններում հասարակությունների մեծ մասը դժվար թե պատրաստ լինի վերանայել ընտանեկան ծրագրերը հանուն ակնկալվող բնապահպանական արդյունքի։ Եթե օրինակ դպրոցում անընդհատ այդ առարկանացությամբ եւ մարդկանց անընդհատ իրազեկվի, ինֆորմացվի, որ օրինակ ինչ-որ բաներ կարող են փրկել կամ կյանքը ավելի գեղեցիկ կարող է դառնալ, ավելի մարդասիրական մոտեցումներ քարոզվեն, հնարավոր է, որ մարդիկ կարող են ինչ-որ մի բան անել հանուն դրա։ Բնակչության թվի եւ բնապահպանական խնդիրների կապը շարունակում է մնալ մասնագիտական թեժ քննարկումների թեման։ Փորձագետները խնդիրը դիտարկում են բնապահպանական, սոցիալական եւ հոգեբանական տարբեր տեսանկյուններից, ընդգծելով, որ հնարավոր լուծումները պետք է հաշվի առնեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների եւ հասարակության շահերը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։